որպես ԱԱԾ տնօրեն ինքը բացահայտ խոսում է, որ Կտրիչ Ներսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Հիմա արդյոք անպայման պետք է լինի բարձրաձայնված այն փաստը, որ Կտրիչ Ներսիսյանն էլ է ԿԳԲ-ի գործակալ։ Չի ասել։ Եթե ոնց Չի ասել։ Բայց ես եմ ասում, պետք է լինի բարձրաձայնած, թե ոչ։ Հարցը հենց դրանում է։ Ուստի իմ գնահատականով պարոն Անդրանիկ Սիմոնյանը չի բարձրաձայնում դա, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն է ուղիղ այդ տեքստով դա ասում, որովհետև խուսափում են, արդեն նշեցի, տարբեր միջազգային արդեն խնդիրների եւ այլն, այսինքն այդ առումով կա բաներ, որտեղ որ անհրաժեշտ չի։ Պարոն Անդրանիկ Սիմոնյանը իր լիազորություններից դուրս գնահատական չի տվել, ինքը պատասխանատու է պետության անվտանգության համար, կարևորագույն կառույց է ղեկավարում եւ այդ թվում մեր եկեղեցում օտար հատուկ ծառայությունների ազդեցությունը սպառնալիք է, որով ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Հիմա ԱԱԾ-ն բացահայտ ասում է Կտրիչ Ներսյանի ընտանիքի անդամը հայկական եկեղեցու բարձր պաշտոնյաներից մեկը, հենց Կտրիչ Ներսյանի փոքրիկ խմբակի ամենակարևոր ներկայացուցիչներից մեկը կամ նույնիսկ ամենակարևորը Եզրաս Ներսիսյանը ԿԳԲ գործակալ է։ Դրանից ավել ասելու, եթե անհրաժեշտություն չի տեսնում, ուրեմն հիմքեր ունի դրա, ես համոզված եմ դրանում։ Ուստի ես ասում եմ, գնահատում եմ սա, որ սա քաղաքական գնահատական չէ։ Եվ առհասարակ մի բան ասենք, ԱԱԾ տնօրենի համար բոլոր քաղաքացիներն էլ քաղաքացի են։ Այսինքն այդտեղ այդ կրոնական բաղադրիչը պետությունը, ինչպես այսպեսին մարդկանց չի բաժանում կրոնական բաղադրիչների եւ այլն։ Բոլորը քաղաքացի են եւ ուստի այդ դեպքում նույն ինքը հաստատում է, որ քաղաքացին կարող է լինի օտար գործակալ։ Հիմա այդ քաղաքացին կարող է միևնույն ժամանակ հոգևորական լինի կամ չլինի։ Կարող է երկրի ղեկավար լինի կամ ինչ որ բարձր պաշտոնյա եւ օտար գործակալ լինի։ Այդ արդեն առանձին թեմաներ են։ Ուստի սա քաղաքական գնահատական չէ, սա զուտ իր գործունեության տրամաբանության մեջ է